Մերին Վարդանն ու Վիոլետան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտներ են։ Այսօրը նրանց համար վստահաբար տոնական է լինելու։ Ուղևորվում ենք հանդիպելու հայրենական մեծ պատերազմը փառքով անցած Ռոզալիա Աբգարյանին։ Կուրսանտները մեծ խանդավառությամբ եւ անհամբերությամբ են սպասում վետերանի հետ ծանոթությանն ու շփմանը։ Տիկին Ռոզալիան ինչպես միշտ տոնական օրվա կապակցությամբ կազմ պատրաստ սպասում է հյուրերին։ Եկեք նստեք։ Եվ առաջին հարցը, որ հետաքրքրում է կուրսանտներին, վետերանի մեկ դարյա կյանքի բանաձևն է, նրա անցած հերոսական ուղին։ 102 տարեկան եմ, չեմ լսում լավ։ Ձեր երկարակեցության գաղտնիքը ո՞րն է։ Երևի շարժումը, մտնելորդը։ Ես միշտ շփվել եմ ուսանողներիս հետ, բավականություն եմ ստացել, դրա համար էլ երկար ապրել եմ։ Ես չի սպասում ճիշտն ասած, որ այսքան կապրեմ, բայց ապրեցի։ Եվ բնականաբար հաջորդիվ 102-ամյա վետերանը պատմում է բոլորիս արդեն հայտնի պատմությունը։ Մեզ տարան նավթլուկ, այնտեղ կուրսեր էր ռադիոտելեգրաֆիստների, սովորեցինք 3 ամիս, մորզեի ազբուկան, աշխատանքը ինչպես են կատարում, տղաներից ոչ մի բանով չենք ջոկվում, ոչ մի զիջում չկար աղջիկներին։ Բոլոր կանոնները զինվորական մենք կատարում ենք։ 3 ամսից հետո մենք գնացինք ռազմաճակատ։ Տիկին Ռոզալիան երիտասարդ հյուրերին պատմում է ինչպես հայտնվեց ռազմաճակատում, որտեղ մարտնչեց, որ քաղաքներում եղավ իր ծառայակից ընկերների հետ եւ ինչպես վիրավորվեց։ Մի կերպ հասա բժշկական կենտրոն Սանչասին անվանում են ժամանակ, հանեցին այդ կուժիկները, կտրեցին, որովհետև հնարավոր չէր հանել ոտքիցս, ոտքերս ուրած եւ բուժեցին այստեղ։ Եվ այդպես խիզախայուհին շարունակեց պայքարը։ Թեև հայրենական մեծ պատերազմի ավարտից ուղիղ 8 տասնամյակ է անցել, սակայն տիկին Ռոզալիայի անվերջ ժպտացող աչքերում հուզմունք ու խորը կսկիծ է նշմարվում, երբ վերհիշում է պատերազմի անմարդկային ու սարսափելի դրվագները։ Ամեն աստու օրը կամ կրակում էին, որ կրակում էին, այնպես ձայն էր գալիս, մենք վախենում ենք արդեն։ Տիկին Ռոզալիան եղավ ռազմաճակատի տարբեր կետերում եւ նրա ռազմական ուղին ավարտվեց Պրահայում։ Գնացինք հասանք Պրագա եւ նույն օրը հայտարարեցին, որ ավարտվեց մեծ հայրենական պատերազմը։ Այդպես ես հասա հաղթանակին։ Տիկին Ռոզալիան պատերազմից վերադարձավ ավագ սերժանտի կոչումով եւ երբեք չափսոսաց իր կատարած ընտրության համար։ Եղելա պահեր, որ հիասթափվեք։ Հիասթափվեմ, որ գնացել եմ բանակ, ոչ մի անգամ։ Զրույցի ընթացքում վետերանն իր հորդորն է փոխանցում կուրսանտներին։ Սիրեք ձեր հայրենիքը, միշտ պատրաստ եղեք պաշտպանել հայրենիքը, այդ իմ խորհուրդս է։ Հետո ավանդույթի համաձայն տիկին Ռոզալիան, որ նաև հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում ունի, կուրսանտների հետ թերթում է լուսանկարները եւ դարձյալ վերադառնում անցյալ։ Ես կարծում եմ, որ ես արժանապատիվ եմ անցել ճանապարհը։ Սրանք ուսանողներ, սրանք էլ գոլեգաներն են, քիմիական տեխնիկումի։ Թեև կուրսանտները դեռ շատ հարցեր ունեին, սակայն նախատեսված ժամանակը մոտենում է ավարտին։ 102-ամյա վետերանը խոստանում է մյուս հանդիպմանն ավելի մանրամասն պատմել իր կյանքի մասին։ Շնորհակալ ենք շատ համար։ Մի օր ես կարող եմ գամ ձեզ մոտ, հանդիպեմ այնտեղ, պատմեմ ինչ կա որ արդեն ավելի մանրամասն։ Եվ վերջում գրկախառնություններ ու բարեմաղթանքներ հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանից։ Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Հաջողություն ձեզ բարեկամներ։ Անհամբերք սպասեմ։